Ինչ է ուզում Ադրբեջանը։ Բնականաբար, այն ինչ պատերազմի առաջին օրերի ընթացքում պարբերաբար հաղորդում են նրա լրատվամիջոցները, զավթել գեթ մեկ հայկական բնակավայր։ Մենք թալիշում ենք։ Այն նույն, որն ըստ ադրբեջանցիների իրենք արդեն 2 անգամ գրավել են։ Խաղաղ բնակչությունը տարհանված է։ Քարտեզին նայելիս պարզ կդառնա, թե ինչու։ Նույնը եւ Մատաղիսից։ Այս երկու գյուղում հիմա միայն զինվորականներ են, իսկ նրանց սահմանը ինչպես կար, այդպես էլ մնում է անառիկ։ Զինվորի համար շատ կարևոր է հրամանատարի կեցվածքը, անձնական օրինակը։ Մատաղիսի դպրոցն է, որի դռները անկասկած զինվորականների համար միշտ կբացվեն ավելի հաճելի առիթներով։ Այս տան տիրուհին էլ կհավաքի արդեն 3 օր պարանից կախված լվացքը։ Հայկական զինուժը թշնամու զիջելու տարածքներ չունի։ Ամսի 2-ի առավոտյանից մենք այստեղ ենք, ինչ ասես, որ չենք լսել։ Ինչ ասես։ Ինչքան սուտ կա, այսքան օրը լսել ենք, ճիշտ է, ժամանակ չի լինում, որ հեռուստատեսություն նայենք կամ որևէ այլ լրատվամիջոցով ինչ-որ նորությունների մասին տեղեկանանք, բայց ինչ ասեք, փառք Աստծո մենք հիմա այստեղ ենք, Մատաղիսում ենք, քիչ առաջ Թալիշում էինք եւ ոչ մեկն չի պատրաստում զիջելու եւ հույս չունենամ, որ ինչ-որ մեկը կարող այստեղից միտից հող տանի։ Օրվա հրամայական է թշնամու ստերին տուրք չտալ եւ վստահել միայն սեփական երկրի պաշտոնական աղբյուրներին։ Այլապես կստացվի, թե առաջին ալիքն այս կադրերը ապրիլի 5-ին նկարում է իբր ապրիլի 4-ից Ադրբեջանի զավթած Մատաղիսում։ Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մատաղիս գյուղերից Արթուր Գրիգորյան, Էդգար Դավթյան, առաջին ալիք։ Որտեղից եք գալիս։ Թալիշի։ Ես ինչ ես տեղափոխում։ Ինչ եք տեղափոխում։ Ավտան եմ, ընդ բապիտ են ներել տեղ չկա, արխեք սանել են տանում եմ մի խլամ մաշինա։ Իմ ես սանում եմ տանում արխեք սվարքն է։ Վեշերնա։ Ես քո վեշերնա քո։ Իմ տան վեշնա։ Քանի երեխա ունես։ Ինձ։ Հա։ Երբախջիկ մի տղա, 7 թոռ ունեմ։ Որտեղ ես դու ապրում Թալիշում։ Ես Թալիշում, Սերոժանունով։ Բա ուր եք տանում ես վեշերի մա։ Տանում եմ վերին օրաթա։ Այսինքն թողնում եք Թալիշը, գնում եք։ Եղի եմ թող։ Բա վեշերը որ տանում եք դու։ Ավեշի իմ երեխասին չի վրեն քնել, դե վեշ տուրն դεκը։ Երեխեքն ընդեղ են։ Հա։ Երբ ես վերադառնալու Թալիշ։ Ես նարայով վերա։ Հա, հա։ Թալիշի տունը ինչ վիճակում է հիմա։ Թալիշ չկա, քացեք ընդեն այեցեք իմացի։ Թալիշ չկա, ցապոտ տանում չէ։ Բալա։ Դուք բայց այնուամենայնիվ վերադառնալու եք։ Հա, ես տեղի կրամ, որային ատեր պասպորտ։ Ես ոչ միտեղ ես քնում չեմ։ Ես գնում եմ այն վար, բանեմ իմ ծնողին ապահով տեղ պահեմ, նորից ես գալու իմ հայրենիքը, իմ հայրենիքը փախչում չեմ։ Ես տեղ եմ ապրել, մեր գյուղը տեղեք ես ստեկայինատ, ես այդ տղան չեմ ապրել, նորից փախնեմ էթամ։ Ուր փախնես գնաս վեշ, եկա ես գալու եմ ես գյուղում, ես գյուղումը ծանվել եմ, ես գյուղումը պիտի մեռնեմ։ Ձեր իրերն եք եկել տանելու։ Տեղաշոր չկա, երեխեքը տապերին պարկած է, տանենք պարկեցնենք գոնե որի, նորից հետ դառնանք այլ մեր հող, մեր ջուրը, ոչ մի բան չենք տա, էտա մեր լավ է էսա, ուրիշ բան չեք վերցրել։ Երեխեքս տկլոր են, որտեղ բոբիկ են հողերի վրա մնում։ Դե հասնում եմ երեխեքին որ չեք տա, ես ստեղ է աշխատում, ստեղ մտածած, ստեղ եմ ընտանիք։ Իմ ընտանիք շատ բազմազավակ ընտանիք է։ Աստծո ինչից բաղկացած ենք, մենք չենք կարող մեր ընտանիքը թողա։ Երբ եք երեխաներին տեղափոխել Թալիշից։ Թալիշից երկուսի առավոտ է։ Ես գալու եմ ապրել։ Արդեն գյուղը բարձած ես երեխաներին կես դիտեղ եմ փախել, կեսը մի տեղ Մշտական եք հեռանում թե հետ եք։ Չէ, ես մշտական չեմ հեռանում։ Իմ հողը ջուրն է, ես տանեմ երեխեքից տեղավորցնեմ, շորքից եմ վերնում։ Որովհետեւ նորից գանին։ տեղաշոր չունենք։ Բան չունենք, երեք տեղաշոր հասցնենք։